Ռուսաստանը հայտարարում է, որ Եվրամիության հետ Հայաստանի խորացող հարաբերությունները մարտահրավեր են հայ-ռուսական հարաբերությունների համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը Հայաստանին շարունակում է դիտարկել որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ, իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը պնդել է այսօր, որ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից ՀԱՊԿ-ը այլընտրանք չունեցող հուսալի միակ մեխանիզմն է եւ Երևանն ու Դաշինքը կարող են համատեղ աշխատելով փոխզիջումային լուծումներ գտնել կուտակված խնդիրների շուրջ։ Հարգարժան ռուսներ, Հայաստանը սկսել է մերձենալ Եվրամիության հետ ոչ թե հակառուսական հաշվարկներով, այլ այն պարզ պատճառով, որ գործող անվտանգության համակարգը ուղղակի սկսեց չաշխատել։ Երբ Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ էր եւ ուներ դաշնակցային պարտավորություններով ամրագրված հարաբերություններ Ռուսաստանի հետ, 2020 թվականին 44-օրյա պատերազմը չկանխվեց։ 2021-ին, 22-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ բազմակի հարձակումները չարժանացան Դաշինքի նույնիսկ քաղաքական արձագանքին։ 2023-ին Արցախը հայաթափվեց բոլորիս աչքի առաջ ռուս խաղաղապահների հանցավոր համաձայնությամբ եւ մասնակցությամբ։ Սրանք անհերքելի փաստեր են, եւ վերջապես համոզվելով, որ ռուսներից օգնություն սպասելն անօգուտ է, Հայաստանը փորձեց նվազեցնել այն ռիսկերը, որոնք առաջացել էին տասնյակ տարիներ առաջ միակողմանի ռուսական կախվածությունից։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի մասին այսօր խոսվում է որպես այլընտրանք չունեցող, իրական ճգնաժամի պահին չի ապահովել իր անդամ երկրի անվտանգությունը։ Այս պայմաններում պահանջել, որ Հայաստանը միաժամանակ չփոխի իր արտաքին ուղղվածությունը, ուղղությունը եւ անվերապահորեն պահպանի նույն անվտանգության ձևաչափը նշանակում է անտեսել պատճառահետևանքային կապը։ Հայաստանը չի հրաժարվում գործընկերությունից, Հայաստանը հրաժարվում է մի մոդելից, որը ճգնաժամի պահին արդյունավետ չի գործել։ Եվրամիության հետ մերձեցումը չի չեղարկում որևէ պարտավորություն, այն պարզապես լրացնում է այն անվտանգային եւ քաղաքական վակուումը, որը տարիներ շարունակ չի լրացվել ոչ ՀԱՊԿ-ի, ոչ էլ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների միջոցով։ Սա ընտրություն չէ Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև, սա ընտրություն է անորոշության եւ կանխատեսելիության միջև։ Եթե անվտանգությունը չի ապահովվում Դաշինքի ներսում, պետությունը պարտավոր է փնտրել այլ հենարաններ։ Սա ոչ թե մարտահրավեր է, ոչ թե սադրանք է, այլ ինքնիշխան պետության ռացիոնալ արձագանք իր փորձով ապացուցված իրականություն։